Բարոսելի քուրե եղբայրը ջան, թույլ տվեք բոլորիդ կարելի ասել շնորհավորել Քրիստոս հայրի աֆիմերլոց, Քրիստոսը հարություն արա մեռելներից եւ գիտեմ, որ ձեր անկեղծ պատասխանն է, որը որ սпасելի պատասխանն է, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բայց սա լոկ ավանդույթ է, սա լոկ ծիսակատարություն կամ արողակարգ է ինչ որ առումով, մեր թեման ավելի վերաբերվում է զատիկ տոնին, թե ինչպես այդ տոնը կատարվում։ Ընդհանրապես քրիստոնեական տոների մասին մի քիչ ընդհանուր կխոսենք, որպեսզի կարողանանք հասկանալ ընդհանրապես զատիկը տոնը, այն տոնվում է եւ եթե տոնը տոնվում է, ինչպես է այն իրականում ինչպիսի տոնակատարությունն է, որ իրականում տոնակատարություն, այսինքն Աստծո առաջ է։ Եկեք անդրադառնանք սրան, տեսեք քրիստոնեական ընդհանուր կյանքի մեջ գոյություն ունի աստվածաբանության մեջ այսպիսի տերմին քրիստոնեական ֆորմալիզմ, այսինքն քրիստոնեական ձև կերպ։ Քրիստոնեությունը որովհետեւ մեկ ձևի կամ կերպի հետ կապ չունի, քրիստոնեությունը այն կրոն չի։ Մենք կարող ասենք կրոն, եթե մենք կրոն բառի բովանդակության տակ հասկանում ենք աստվածպաշտություն։ Բայց իրականում քրիստոնեությունը Քրիստոսի հետ հարաբերությունն է։ Կենթանի Քրիստոսի հետ կենթանի հարաբերություն։ Դրա համար քրիստոնեական ֆորմալիզմ հասկացողությունը իր մեջ ընդգրկում է մի քանի տարր։ Առաջին այն համընդհանուր ավանդույթներն են, երկրորդը այն ծեսերը եւ արարողակարգն է։ Այսինքն այստեղ չկա Քրիստոսի հետ կենթանի կապ։ Կա ավանդույթը, կա ծիսակատարությունը, կա արարողակարգը, բայց կենթանի Քրիստոսի հետ, հարություն առած Քրիստոսի հետ։ Երբ որ մենք ասում ենք Քրիստոսը հարություն է առել, նշանակում է Քրիստոսը հիմա կենթանի է, որպես մարդ կատարյալ եւ որպես Աստված կատարյալ։ Եվ հոր աջ կողմում նստած է, ես սպասում եմ մինչեւ վերջի թշնամին նրա ոտքերի տակ կդրվի։ Կգա այն ժամանակը, հոր կողմից նախասահմանված, երբ որ Քրիստոսի երկրորդ գալուստը կլինի, բայց մինչ այդ կլինի նաեւ հափշտակությունը քրիստոնեական եկեղեցու։ Դրանից հետո արդեն 7 տարի երկրի կլինի մեծ նեղությունը կամ Աստծո բարկությունների թափվելը կամ Իսրայելի համար հատուկ շրջանը վերջի 3.5 տարի մեծ նեղությունը, որից հետո Քրիստոսը գա եւ երկրի վրա կսկսի հազարամյա ֆիզիկական թագավորությունը Իսրայելի շրջանում։ Դրանից հետո մենք տեսնում ենք 1000 տարի հետո նորից սատանան կարձակվի, որտեղ հազարամյայի սկզբում այն կբանտարկվի 1000 տարի եւ դրանից հետո նորից կարձակվի, որպեսզի մոլորեսնի եւ մենք տեսնում ենք, որ մոլորեսնելու է շատ մարդիկ, որոնք 1000 տարի Քրիստոսի ներկայության մեջ թագավորել են երկրի վրա։ Սակայն նրանք ունեցել են ոչ անապականացու մարմիններ, ինչպես եկեղեցին, ոչ փառավորյալ մարմիններ, ուղղակի եղել են ապաշխարած, բայց նրանից ծնվել են մեղավոր բնությունով մարդիկ եւ ոչ ապաշխարած։ Ի վերջո տեսնում եք, որ սատանան երբ որ հարձակվում է, նրանց նույնպես կարողանում է բերի Քրիստոսի դեմ, այսինքն դեպի ապստամբություն։ Եվ հետո տեսնում ենք նոր երկիր եւ նոր երկինք։ Ես միջանկյալ ընթերցեցի նաեւ ընդհանուր Աստծո փրկության ծրագրի հատվածները, բայց ինչ կապ ունի սրա հետ տոները կամ ինչ կապ ունի սրա հետ մանավանդ զատիկի տոնը, հարության տոնը։ Զատիկի տոնը սերտ կապված է Քրիստոսի հարության հետ, ինչպես այն, մենք կնայենք նաեւ սա։ Բայց հիմա տեսեք, երբ որ ես ասում եմ կենթանի Քրիստոսի հետ կապ չունի այս քրիստոնեական ֆորմալիզմը, այսինքն այն որպես կրոնա ներկայանում եւ շատերը փորձում են ասել, որ եթե ես հայ եմ, ուրեմն քրիստոնյա եմ։ Այսինքն քրիստոնեությունը իրականում կապ չունի ազգության հետ, քրիստոնեությունը կապված է անձի հետ, առավել քրիստոնեությունը կապված է Քրիստոսի զոհաբերության հետ, նրա մահվան եւ հարության հետ։ Եվ արդեն այն անձը, ով կապ ունի Քրիստոսի զոհաբերության, մահվան եւ հարության հետ, այդ անձն էլ կապ ունի քրիստոնեության հետ։ Իսկ թվում է հասկանալի է։ Տեսեք, այսինքն մենք հիմա տարանջատում ենք ընդհանրապես կրոն հասկացողությունը քրիստոնեությունից։ Քրիստոնեությունը, նորից եմ ասում, մենք կարող ենք այն կրոն ասել, եթե կրոն բառի բովանդակության տակ հասկանում ենք աստվածպաշտություն, աստվածճանաչության կերպը։ Բայց եթե կրոն ասելով հասկանում ենք միջանկյալ կրոններ, այսինքն օրինակ որոշ ծիսակատարություն, որոշ ավանդույթ, որոշ արարողակարգ, քրիստոնեությունը դա չի սերնես։ Ուրեմն այս առումով մենք պետք է անդրադառնանք, որ քրիստոնեական կրոնի, այսինքն ես բացական կերպով ասում, որպես ավանդույթ, արարողակարգ կամ ցես ներկայ է Քրիստոսի մասին պատմությունը, Քրիստոսի կատարածի մասին որոշակի գիտություն, վերածված ավելի աղավաղված կերպի, ավելի միֆոլոգիայի վերածված,
բայց իրական կենթանի Քրիստոսի հետ կենթանի հարաբերության բացակայություն կա։ Այսինքն քրիստոնեական կրոնի մեջ, որտեղ արկա է արարողակարգը, ծիսակատարությունը, ավանդույթները, այնտեղ ներկա է Քրիստոսի մասին պատմությունը, Քրիստոսի մասին ասվում է, բայց չկա բացակայ է Քրիստոսի հետ կենթանի հարաբերությունը։ Խնդրում եմ ուշադիր լսեք իմ բառերը, որպեսզի առավել հասկանաք։ Օրինակ, տեսեք, ինչն էր կարևորված Քրիստոսի համար։ Երբ որ մենք անդրադառնում ենք, երբ որ ես ասի Քրիստոսի հետ կենթանի կապ, պետք է հասկանանք։ Երբ որ ես ասում եմ քրիստոնյա, ես հասկանում եմ անձ, ով Քրիստոսի հետ ունի կենթանի կապ։ Այսինքն այն նման է Քրիստոսի, նրա կյանքի սկզբունքները համահունչ են Քրիստոսի կյանքի սկզբունքների հետ։ Հիմա օրինակի համար ինչն էր կարևորվում Քրիստոսի կյանքում, երբ որ մենք նայում ենք ավետարանները, Քրիստոսի մասին բոլոր տեղեկությունները, ինչն է կարևորված Քրիստոսի կյանքում։ Քրիստոսի կյանքում առավել կարևորված է հոր արքայությունը եւ հոր փառքը, ուրիշ ոչինչ։ Հոր արքայությունը եւ հոր փառքը։ Նույնիսկ Քրիստոսի փրկությունը հոր արքայության եւ փառքի համար է։ Այսինքն Քրիստոսը իր կյանքը զոհաբերելով ստանում է ժողովուրդ հոր արքայության եւ հոր փառքի համար։ Այսինքն այն միջանկյալը Քրիստոսի փրկությունը միջանկյալ այն շրջանն է, որտեղ ինքը ձևավորում է իր ժողովուրդը իր արքայության եւ հոր փառքի համար։ Հիմա այսինքն ամեն դեպքում մենք հասկանում ենք, տեսեք, եթե այս տեսանկյունից նայենք, ընդհանուր առմամբ Քրիստոսի համար կարևորը ոչ թե փրկությունն էր, այլ հոր արքայությունը եւ փառքը, իսկ փրկությունը հոր արքայության եւ փառքը մտնելու համար ժողովուրդ ստանալու համար։ Նորից ճիշտ հասկացեք, այսինքն շեշտը Քրիստոսը չի դնում փրկության վրա, շեշտը Քրիստոսը դնում է հոր կամքի վրա։ Հիշում եք ինքն ասում էր այնպես եմ արտորում մի մկրտությունը, որ կատարեմ եւ այնպես եմ արտորում, եւ դա հոր կամքը կատարելն էր։ Իհարկե հոր կամքը ամբողջանում է մեզ փրկելու մեջ, բայց Քրիստոսի ուշադրությունը ուղղված է հոր կամքը կատարելու։ Այսինքն եթե հոր կամքը մեզ փրկելն է, ուրեմն նաև ուշադրությունը ուղղված է մեզ փրկելուն։ Հիմա հասկանանք այս սկզբունքը, այսինքն Քրիստոսի համար ինչն է կարևոր, երբ որ մենք Քրիստոսին նայում ենք, ավետարանների մեջ։ Կարևորված է հոր արքայություն եւ փառքը, ձեզ հարց եմ տալի։ Այսօրվա իրեն քրիստոնյա կոչողը, ամեն մի հայ ազգի քրիստոնյա իրեն կոչողը, նրա համար կյանքի կարևորությունը հոր արքայությունը եւ հոր փառքն է։ Սիրելի հայ ժողովուրդ, որ քեզ քրիստոնյա ես կոչում, որ ասում ես դու քրիստոնյա ես, որ գնում ես եկեղեցի, զանգերը լսում ես, Քրիստոսի մասին երգերը լսում ես, գրափարով չես էլ հասկանում ինչ են երգում, որ մոմը վառում ես, որ աղոթում ես քո սկզբունքներով, որ դուրս ես գալ եկեղեցուց հետ, հարց եմ տալի քեզ, խնդրում եմ ուղղակի դու ինքդ քեզ պատասխանի, քո համար կյանքի շեշտը, կարևորությունը դրված է ինչի վրա, քո համար կյանքի ամենակարևոր բանը հոր արքայությունը եւ փառքն է, եթե ոչ Քրիստոսի հետ կենթանի կապ չկա։ Ուղղակի կատարում ես քրիստոնեական կրոնը, այսինքն քեզ համարում ես քրիստոնյա լինելով կրոնավոր անձ, այսինքն կատարում ես արարողակարգը, ծեսերը, պահում ես ավանդույթները եւ Քրիստոսի մասին, այսինքն Քրիստոս բառը գիտես, բայց Քրիստոսի հետ կենթանի հարաբերություն, կենթանի կապ, այն Քրիստոսի, որ կենթանի է, դրա հետ չկա կապը։ Հիմա, որպեսզի սա առավել մեզ համար հասկանալի լինի, տեսեք, քրիստոնեությունը սերտ կապված է Քրիստոսի կենթանի անձի հետ հարաբերության եւ 3 կարևոր կետ կա իրական քրիստոնյայի կյանքում։ Ես հիմա մենք խոսում ենք ընդհանուրական կրոն հասկացողության մասին, որտեղ կա քրիստոնեական ֆորմալիզմ եւ շատերը տոնում են, տեսեք, իրար շնորհավորում են աշխարհի մարդիկ, որոնք տարին մի անգամ եկեղեցի են գնում, տարին մի անգամ, հարցը նա չի քանի անգամ են գնում եկեղեցի։ Եթե 10,000 անգամ էլ գնան տարին եկեղեցի, սիրելիներս, նրանց Քրիստոսի հետ կենթանի կապը չի ամբողջանում։ Կենթանի կապը Քրիստոսի հետ լինում է, երբ որ անձը անկեղծ իր սրտի մեջ հավատում եւ խոստովանում է իրեն մեղավոր եւ Քրիստոսին ընդունում է իր մեղքերի համար վճար կատարող, ընդունում է Քրիստոսին որպես կյանքի Տեր, ոչ թե պարագաների, կյանքի Տեր եւ փրկիչ։ Այսինքն փրկիչ բառի տակ ամբողջանում է հավիտենական դատաստանից ազատվելը։ Փրկիչ բառը չի նշանակում մեզ կյանքի փորձանքներից փրկող։ Փրկիչ նշանակում է հավիտենական Աստծո բարկության դատաստանից ազատվել։ Այսինքն եթե մեկը դավանում է Քրիստոսին սրտով փրկիչ եւ կյանքի Տեր, այն քրիստոնյան է։
ով հավատում է, որ Հիսուսն է Տերը եւ Փրկիչը, եւ ընդունում է Քրիստոսին Տեր եւ Փրկիչ։ Հիմա այս առումով իրական քրիստոնեական կյանքի հիմքը 3 կարևոր կետ կա։ Այն Քրիստոսի ծնունդն է, որպես անարատ գառի։ Քրիստոսի ծնունդը մեր ծնունդների նման հասարակ ծնունդ չի։ Այո, այն ծնվում է որպես մարդ, սակայն ոչ տղամարդու սերմից, Սուրբ Հոգուց, բայց կնոջից, կնոջ արգանդում, մեծանում է որպես մարդ, կատարյալ մարդկային բնություն է ձեռք բերում Մարիամից, ուշադիր նայեք։ Այն անարատ գառ է, այսինքն նա մեր նման է, բացի մեղքի հակումից, բացի մեղավոր բնությունից։ Նա կատարյալ մարդ է։ Կատարյալ մարդ, ես չեմ ասում սուպեր մարդ է։ Նա կատարյալ մարդ, նշանակում է ամբողջական մարդ է։ Այն ամենը, ինչ մենք ունենք, բացի մեղքից, բացի մեղքի հակումից, բացի մեղք գործելուց, Քրիստոսը ամեն ինչ ունի։ Ամեն ինչ, ինչ որ մարդու մարդկային բնությանը յուրատու կա, նորից եմ շեշտում, բացի մեղքից, բացի մեղավոր բնությունից։ Ուրեմն, երկրորդը, առաջինը Քրիստոսի ծնունդն է որպես անարատ գառ, եւ մենք կանադառնանք ելից թղթին։ Երկրորդ կարևոր սկզբունքը Քրիստոսի չարչարանքը եւ մահը, այսինքն նրա զոհաբերությունը որպես փոխանոր զոհ մեր մեղքերի քավություն։ Տեսեք, ես քրիստոնյայի կյանքի հիմքերի մասին եմ խոսում։ Առաջինը Քրիստոսը ծնվեց, այսինքն որպես անարատ գառ եկավ աշխարհ, այսինքն այն խոստացված մեղքերի համար քավիչ լինողը ծնվեց, այն մաքուր ծնվեց։ Երկրորդ, այն կատարեց, այն չարչարվեց, մահացավ, այսինքն կատարեց, վճարեց այդ զոհը, իր զոհով վճարեց մեր մեղքերի վճարը, եւ երրորդ Քրիստոսի հարությունը, որով արդարացրեց մեզ։ Այսինքն Քրիստոսի հարությունը վկայում է, որ հոր կողմից Քրիստոսի կատարած վճարը ընդունվեց։ Եթե Քրիստոսը չարչարվեր եւ մահանար եւ երրորդ օրը հարություն չառներ գրքերի համեմատ, մարգարեությունների համեմատ, դա նշանակում է հայրը չկնքեց, կնիկ չդրեց Քրիստոսի կատարած զոհի վրա։ Այսինքն Քրիստոսը մեր մեղքերը չվերցրեց, Քրիստոսը մեր մեղքերը չվճարեց, մեր մեղքերի պատիժը չվճարվեց։ Միայն հարությունով Աստված վկայություն է տալիս, որ Քրիստոսի կատարած զոհաբերությունը հոր կողմից ընդունվեց, այսինքն հոր կողմից ընդունվեց մեզ համար որպես վճար։ Այս 3 կարևոր կետերի վրա հիմնվում է ընդհանրապես քրիստոնեությունը, քրիստոնեություն հասկացողությունը այս 3 կետերի վրա։ Հիմա այս 3 կետերի վերջինը ամբողջությունը, այսինքն Քրիստոսի հարությունը, որը վկայություն է, որ հայրը ընդունեց Քրիստոսի զոհը, այդ հարության տոնն են տոնում այսօր մարդիկ։ Այսինքն հարության տոնը տոնում է մի մարդ, ով Քրիստոսի մասին չգիտի, Քրիստոսի կատարած զոհի մասին չգիտի եւ չի ընդունել, Քրիստոսով փրկված չի։ Հարցը ինձ ասում են Արմեն եղբայր, աշխարհի մարդիկ իմ ծանոթներն ասում են օրինակ, որ երբ որ ասում են Քրիստոս հայրի մերոջ, ինչ պիտի պատասխանեք։ Ես ասում եմ, ինչ ուզում ես պատասխանի։ Այսինքն ինչ պիտի պատասխանեք, ինչ են ինձանից հարցնում։ Ծեսը, ավանդույթը, արարողակարգը, ինչ պիտի արվի, ինչ պիտի անենք։ Ոչ, սրա մասին չի խոսքը, սերես։ Երբ որ ինձ ասում են Քրիստոս հայրավի մեռելոց, ես հասկանում եմ, որ Քրիստոսը մեռելներից հարություն արել, ասում օրհնյալ է այդ հարությունը, որովհետև այդ հարության լուրը կամ այդ հարության փաստը իմ կյանքի վրա ազդեցություն ունի։ Այդ հարությունը իմ կյանքի վրա ներգործություն ունի։ Ես այդ հարության փաստին պատասխաններ չեմ փնտրում, որ տամ, որ ավանդույթները կատարեմ, որ արարողակարգը կատարվի։ Այդ հարության փաստը կատարված իրողությունը իմ կյանքի վրա ունի ներգործություն եւ ազդեցություն։ Այն որոշում է իմ առօրյան, այն փոխում է իմ մտածելակերպը, Քրիստոսի հարությունը։ Պետք է ճիշտ հասկանանք ինչի մասն է խոսքը։ Քրիստոսի հարությունը, եթե հարց տանք, սիրելի ամեն մեկս մեզ հարց տանք, սիրելի բարեկամ, Քրիստոսի հարությունը քո կյանքի հետ կապ ունի։ Քրիստոսի հարությունը քո կյանքի վրա ազդեցություն ունի։ Քո առօրյայի վրա ազդեցություն ունի։ Քո նպատակների վրա ազդեցություն ունի Քրիստոսի հարությունը։ Քրիստոսի հարությունը ազդեցություն ունի քո արժեքային համակարգի վրա։ Քրիստոսի հարությունը քո մտածելակերպի վրա ներգործություն ունի։ Եթե ոչ, Քրիստոսի հետ կենթանի կապ չկա։ Կա կրոնական ծիսակատարություն, արարողակարգ, ավանդությունների պահպանություն, կա Քրիստոսի մասին որպես միֆոլոգիա պատմություն իմացության, բայց չկա կենթանի Քրիստոսի հետ կենթանի կապ։ Ամբողջ խնդիրը սրա մեջ է։ Այս տոնը
Երբ որ ես ձեզ հարց տամ, ովքեր են տոնում այս տոնը, անհավատները թե հավատացյալները, ինչ կպատասխանվի։ Հավատացյալները, որտեղ նրանց համար է սա տոն, նրանց սրտերի մեջ է սա տոն։ Տոնը սեղանի շուրջ չի սիրելես, տոնը իրական սրտերի մեջ է, հետո այն վերածվում է նաև սեղանի շուրջ խոսակցության, ուրախության, իրար հյուրասիրության, բայց իրական տոնը սրտի մեջ է։ Ոչ թե տոնը պիտի առիթ դառնա մեր կերուխումի, ոչ թե տոնը պիտի առիթ դառնա մեր իրար մոտ հավաքվելու, զատիկից զատիկ ենք հավաքվում, բարեկամներով, ազգականներով։ Հա չէ, այսօր զատիկա պիտի գա անպայման։ Սրա մասին չի խոսքը, ասես, եթե Քրիստոսի հարությունը չի ազդե, Քրիստոսի իրական հարության փաստը չի ազդում ձեր կյանքի սկզբունքների վրա, ինչպես ասի նպատակների, որոշումների, մտածելակերպի, ձեր արժեքային համակարգի վրա չի ազդում, Քրիստոսի հարությունը ձեզ հետ կապ չունի, ոչ էլ Քրիստոսի անձը։ Սա ամենակարևոր սկզբունքն է, որ ուզում եմ խոսել։ Հիմա եկեք մի քիչ ավելի անդրադառնանք արդեն Զադիկի տոնին, կոնկրետ գանք այս տոնի նշանակության եւ ասենք այդ տոնը ինչ ազդեցություն ունի իրական քրիստոնյայի վրա։ Այս 3 կարևոր կետը Քրիստոսի ծնունդը որպես անարատգար, նրա չարչարանքը եւ մահը որպես խավություն կամ որպես մեր մեղքերի փոխանորձո այն վճարը մեր մեղքերի, Աստծո պատժի մեր վրայից անցումը եւ նաեւ Քրիստոսի հարությունը, որը Աստծո կողմից կնիքն է, վկայությունն է, իմիջիալոց կնիքն է, երբ որ Քրիստոսը խաչի վրա բաղակումը կատարվեց, որտեղից հավատանք, որ Քրիստոսի ասածը ճիշտ է, որ կատարվեց, վճարվեց մեր մեղքերի համար։ Միայն հարության կնիքը, միայն հարություն առնելով մենք հասկանում ենք, որ այո, կատարվեց։ Այսինքն իմ մեղքերը քավվեց, իմ մեղքերի վճարը տրվեց։ Այ հարությունը։ Հիմա հարության խորհուրդը այս 3 կարևոր սկզբունքները հանդիսանում են քրիստոնյայի շարժիչը։ Իմ Քրիստոսի մասին վկայության մղումը կապված է այս 3 կարևոր կետերի հետ, Քրիստոսի հարության հետ։ Իմ կյանքի ուրախությունը, իմ Քրիստոսի մեջ մխիթարվելը կյանքի բոլոր դժվար վիճակներում կապված է Քրիստոսի հարության հետ, որտեղ եթե Քրիստոսի հարությունը չկա, ուրեմն իմ հարություններ չկա, ուրեմն Աստծո արքայություններ եւ հոր փառքը չկա։ Այսինքն սա մենք պետք է հասկանանք, այսինքն եթե սա կա, Քրիստոսի հարությունը այն կնիքն է, որով ես հասկանում եմ, որ Քրիստոսը ինձ համար վճարեց եւ ինձ բերեց իր մեջ եւ ես Քրիստոսի հետ միացած եմ, այսինքն այս միության մեջ Աստծո շնորհքը ներգործում է իմ մեջ Քրիստոսին նմանեցնելու, իմ կյանքի նպատակը, ուրախությունը, մխիթարությունը Քրիստոսով է։ Այսինքն ոչ թե տոնակատարությունը, այլ իրականում իմ վրա ներգործությունը։ Այսինքն տոն հասկացողությունը նշանակում է Քրիստոսի կատարած այդ փաստը, հարության այդ փաստը իրողությունը իմ կյանքի վրա ազդեցություն ունի, այն իմ ուրախության աղբյուրն է։ Սրա մասին է խոսքը։ Ուրեմն այն հանդիսանում է քրիստոնյային մղիչ, թե վկայության ժամանակ, թե քրիստոնյայի կյանքի դժվարության մեջ անցնելու եւ ընդհանրապես քրիստոնյայի հարաբերությունների մեջ Քրիստոսի հարությունը հանդիսանում է կարևորագույն ազդեցություն, կարևորագույն լծակ, որով Աստծո շնորհքը ներգործում է քրիստոնյայի վրա։ Սա ամենակարևորը։ Երբ որ ես ասում եմ, որ քրիստոնյայի համար հարությունը Քրիստոսի հանդիսանում է շարժիչ, մենք պետք է միանշանակ հասկանանք, համեմատենք ընդհանրապես մեքենայի հետ, երբ որ մեքենայի շարժիչը չկա, մնացածը որևէ մի դեր չի խաղում։ Մեքենայի շարժիչը, մարդու շարժիչը, մղիչ ուժը, քրիստոնյայի մղիչ ուժը հանդիսանում է Քրիստոսի հարություն, այսինքն այդ ուրախություն, այդ մղիչ ուժը, այսինքն Քրիստոսին նաև սпасելու հույսը կապված է հարության հետ։ Եթե Քրիստոսը հարություն չի առել, ում է սпасում այդ անձը։ Տեսեք, դրա համար այս 3 կարևոր կետերը հանդիսանում է քրիստոնյայի շարժիչը, այսինքն նրան քրիստոնեական կոչումի մեջ մղող ուժը։ Քրիստոնյան ունի նաև կոչում, Աստծուց կանչվածություն եւ այդ կանչվածության համեմատ կյանք պիտի լինի։ Այդ կանչվածության համեմատ կյանքը արտադրվում է Աստծո շնորհքով, այդ փաստով, Քրիստոսի հարությունով։ Այսինքն այդ 3 կարևոր կետերով նրա ծնունդը, ինչպես ասացի անարատգարի, նրա կատարած զոհաբերությունը քավության համար եւ նրա հարությունը որպես վկայություն, որ մեզ արդարացրեց, այս 3 կարևոր կետը հանդիսանում է քրիստոնյայի շարժիչ, մղիչ ուժ։ Այսինքն հարությունը մի կարևոր սկզբունք ունի։ Հարությունով մենք հասկանում ենք, որ մենք ազատվեցինք մայից։
հարությունն է մեզ ազատագրում մահից, ինչպես Քրիստոսի հարությունը մեռելներից նրան ազատագրեց մահի ճիրաններից, նույնպես Քրիստոսի հարությունով մենք ազատագրվում ենք մահից։ Ինչի հետ է սա կապված։ Առավել սա կապված է 5 տակարի հետ, մենք կգնանք Գելից եւ կկարդանք 12-րդ գլխից որոշ հատվածներ 1-ից մինչեւ 14-ը եւ կտեսնենք թե այդ ինչ զատիկի մասին է խոսքը կամ այդ զատիկ բառը իրանից ինչ է նշանակում։ Զատիկ բառը այդքան չի ներկայացնում ավելի ճիշտ բովանդակությունը, առավել նշանակում է կողքով անցնել, այսինքն վրիպել, անցնել, վրիպել բառը ավելի եբրայերեն նշանակում է մեղք, բայց ավելի զատիկ բառը նշանակում է անցք, այսինքն ոչ թե անցք, այլ անցնել, անցք, պետք է մտնել այդտեղ, բայց չի մտնում, կողքով անցնում է։ Եվ ես ավելի մենք իրար հետ կանրադառնանք թե ինչի մասին է խոսքը։ Եվ այն կապված է իրականում Քրիստոսի արյան հետ, այսինքն արյուն հասկացողությունը 5 տակարանում ասոցացվում է կյանքի հետ։ Կյանք հասկացողությունը կապված է արյան հետ, այսինքն եթե արյուն է թափվում, նշանակում է կյանք է տրվում։ Այսինքն սրա համար այս արյունը առավել փոխանով զոհի օղակներում է ավելի Աստվածաշունչը խոսում եւ կանրադառնանք դիչո դրան։ Կա մի քանի, ես չեմ ուզում ամբողջական անդրադառնամ բոլոր սխալ սկզբունքներին, փորձեմ ամենակարևորներին։ Տեսեք, Քրիստոսի հարության վերաբերյալ կա շեշտադրում հարության հրաշքի տեսանկյունից։ Այսինքն հրաշք կատարվեց, մեռածը կենդանացավ։ Այն ուրախությունը, որի մասին ես որ խոսում եմ, որ տալիս է քրիստոնյային որպես շարժիչ մղիչ ուժ, քրիստոնեական կոչումի համաձայն վարք, դրա հետ չի կապված։ Նորից, որպեսզի հասկանան, կա Քրիստոսի հարության հրաշք հասկացողությունը, մեռելներից հարություն առավ, մեռածը կենդանացավ, սրա հետ կապված չի սերես, Քրիստոսի հարությունը իր բովանդակությունով կապված է մահից ազատագրվելու հետ, ոչ թե ոնց եղավ որ մեռելը կենդանացավ, այդ հրաշքի վրա մենք չենք կենտրոնանում, հրաշքը, այո, իհարկե գերբնական երևույթ է, բնականը անեծքի շրջանում մահն է, գերբնականը մահացածի կենդանությունը, բայց մենք դրա վրա չենք զարմանում։ Մեր ուրախությունը դրա վրա չի, մեր ուրախությունը, որ այդ մահացածից կենդանացած նշանակում է մահից ազատագրվել, եւ մահ ասոցացվում է հավիտենական տանջանքի, հավիտենական մահի։ Ընդհանրապես մահ հասկացողությունը նշանակում է բաժանվել։ Մահ չի նշանակում մահանալ, անիգիլյացիայի ենթարկվել, վերածվել կամ ցնդել, չլինել։ Մահը նշանակում է բաժանվել։ Մահը նշանակում է հոգուց մարմնի եւ հոգու, այսինքն մարդու երկու սուբստանցիաների բաժանում։ Մարմինը հոգուց բաժանվեց կամ հոգին մարմնից բաժանվեց։ Հավիտենական մահ նշանակում է մարդը Աստծուց հավիտյան բաժանվեց, այսինքն գնաց հավիտենական տանջանք, Աստծո ոչ ներկայություն, այլ Աստծո բարկության ներկայության մեջ, ոչ թե Աստծո փառքը մտավ, այլ մտավ Աստծո բարկության տակ, ահավոր բան է լինել կենդանի Աստծո, ահավոր է ընկնել կենդանի Աստծո ձեռքը, առաքյալն է շեշտում, եւ մենք մի քիչ հետո այս սկզբունքների մասին խոսենք, ինչ է նշանակում, այսինքն երբ որ մենք ուրախանում ենք հարության տոնով, մենք հասկանում ենք, որ Քրիստոսի հարությունը ինձ ազատագրեց մեղքից, մահից, այսինքն մեղքի հետևանքում մահից, այդ մահից ես ազատագրված եմ, ուրեմն ոչ թե Քրիստոսի հարության հրաշքի բովանդակության վրա ենք ուրախանում, որ մեռածը կենդանացավ, այլ այդ մահացածի կենդանությունը բովանդակություն ունի ինձ մահից ազատագրելու, որը հավիտենական մահվան հետ է կապված։ Մի քիչ անդրադառնանք այն կարևոր սկզբունքին, որ ինչպես պետք է քրիստոնյան, ով իրականում ունի Քրիստոսի հարությունով ուրախություն, անկեղծ ուրախություն, այսինքն ունի կենդանի Քրիստոսի հետ կենդանի հարաբերություն, ինչպես պիտի վարվի այս երևույթին, կրոնավոր երևույթին, երբ որ հարց են տալի։ Ամեն դեպքում տեսեք, դա սինկրետիզմ է։ Սինկրետիզմ նշանակում է, երբ որ օտար աստվածապաշտության կերպերով մեկ ուրիշ օտար Աստծու են պաշտում, կամ օրինակ հեթանոս աստվածապաշտության կերպերով պաշտում են Քրիստոսի։ Շատերը միգուցե չգիտեք, բայց ասեմ, որ նաև թուղթ ու գիր կա, որ Քրիստոսի անունով են անում։ Հրամայում եմ Քրիստոսի անունով այսինչին ես իմ այսինչ հիվանդությունը գա։ Այսինքն նույնիսկ թուղթ ու գիր հասկացողությունը, այսինքն կախարդությունը, այն նույնիսկ անում են Քրիստոսի անունով։ Դա սինկրետիզմ, այսինքն այդ կախարդությունը մյուսը այլ կրոնական դավանության, այլ կրոնի երևույթներ են։ Միստիցիզմի երևույթներ են առավել,
ոչ թե ճշմարտության, ասոհայտնության, այլ մարդկային ընկած մտքի արտադրանքներ են եւ դիվական աշխարհի արտադրանք։ Այսինքն այս երևույթներով նույնպես օգտագործում են Քրիստոսի անունը։ Սա սինկրետիզմ է։ Հիմա նույն մեր քրիստոնեական ֆորմալիզմի մեջ կա սինկրետիզմ։ Քրիստոնեական կա ավանդույթներ, որը նույնիսկ ինք հենց առաքելական եկեղեցին, որ ես համարում եմ ֆորմալ եկեղեցի, այսինքն այն չեմ համարում, որ ամբողջական ճիշտ վարդապետության մեջ է, հեռացած է վարդապետությունից։ Սա իմ անձնականն է եւ ես Աստվածաշնչով կարամ ցույց տամ նրանց։ Հիմա ամեն դեպքում ես համարում եմ նույնիսկ կա առաքելական եկեղեցու, որ կան ավանդույթներ, որ հենց ինքը եկեղեցին ա դեմ, այսինքն հեթանոս ավանդույթներ են ներմուծվել քրիստոնեական սկզբունքների մեջ, նույնիսկ այդ տոնակատարությունների մեջ։ Հիմա տեսեք, այսինքն սինկրետիզմ հասկացողությունը նշանակում է, որ այդ ֆորմալ քրիստոնեության մեջ կա օտար կրոնների տարեր, ծեսեր, որ բերեք կպցրել են քրիստոնեության։ Մյուսը այն կարա լինի մշակույթ։ Մշակույթն է ինչ որտեղ ձևավորել որոշ ավանդույթներ քրիստոնեական տարբեր ազգերի մեջ, տարբեր ձևով են տոնում այդ տոնը, եւ մշակույթի հետ կապված նույնպես փոփոխություններ կա։ Ուրեմն կա սինկրետիզմի ազդեցություն, կա մշակույթի ազդեցություն, կա միստիցիզմի ազդեցություն, երբ որ անձը նույնպես կարծես թե ներքին աստվածպաշտություն ունի, բայց այդ աստվածպաշտությունը հիմնված չի Աստծո խոսքի վրա, իր ապրումների վրա է հիմնված, իր փորձառության վրա է հիմնված, իր պատկերացումների վրա է հիմնված չի Աստվածաշնչի ճշմարտության վրա։ Հիսուսն ասեց, Աստված ուզում է այսպիսի պաշտպանմունք հոգով եւ ճշմարտությունով, ոչ միայն հոգով, ոչ միայն ներսի մարդով, այլ ճշմարտությունով, այսինքն Աստծո խոսքի համաձայն նաև։ Դրա համար քրիստոնեական պաշտամունքը այն մտածելակերպի հասկացողության հետ է կապված, այն միայն զգացմունքներ չի սիրելիներս, այսինքն այն մեդիտացիա չի։ Մեդիտացիան օրինակ բուդդիզմի այդ շրջանի այդ տիպի կրոնների ավելի յուրահատուկ երևույթ է։ Քրիստոնեությունը չունի մեդիտացիա։ Քրիստոնեությունն ունի կենթանի Աստծո հանդեպ աղոթք, աղաչանք, աղերսանք, գոհունակություն, փառաբանություն, աղոթք։ Եվ հիմա ամեն դեպքում եկեք ավելի կարևոր կետերի անդրադառնանք։ Նորից, երբ որ մենք անդրադառնում ենք այս կրոնական կերպերին, ինչպես պետք է իրան պահի ընդհանրապես քրիստոնյա, որտեվ ինձ հարց տվեցին, ասել ամեն եղբայր ինչ պետք է արվի, ամեն դեպքում ում համար է քրիստոնեական այս տոնը, հարությունը, հավատացյալի թե անհավատի։ Տոնը հավատացյալի համար է, որը իրականում սրտի մեջ այդ տոնը ունի, այդ ուրախությունով կարողանում արդեն կիսվի այդ փաստի մասին անհավատներին։ Այսինքն նույնիսկ եթե դուք հրավիրվում եք, տարբեր առիթներ կարաք օգտագործեք, սիրելի քրիստոնյա, օգտագործեք մարդկանց ճշմարտությունն ասելու։ Այո, մարդը խափնված է, ծածկված է իրանից շատ ճշմարտություն։ Սատանայի կողմից որսացվել է նրա կամքը կատարելու, բայց Աստված առիթ է տալի մեզ, որպեսզի այդ ուրախությունը, որ Քրիստոսի հարությունը մեզ տալիս է, այդ ազդեցությունը այդ հարությունից, այդ ուրախությունը մարդկանց առաջ երևա եւ մարդիկ տեսնեն այդ ուրախությունը եւ մարդկանց համար այդ ուրախությունը, որը օտար է, դառնա զարմանք, այսինքն մարդկանց այդ մեր ուրախությունով վկայենք Քրիստոսի կատարածը, այդ հարության իրական փաստը։ Հիմա ամեն դեպքում, եթե հարցին պատասխանենք, տոնակատարությունը հարության հավատացյալի համար է, բայց հավատացյալի համար է, որպեսզի հավատացյալը ուրախանալով Քրիստոսի ավետարանի լուրը ուրախությամբ տարածի անհավատներին, այսինքն այդ փաստը հարության տարածի մյուսներին։ Իրականում այդ փաստից ուրախանում է քրիստոնյան, իրական հավատացյալը, անհավատը չի ուրախանում, անհավատի վրա դա ազդեցություն չունի, բայց այդ ուրախությունը, որ ապրում է քրիստոնյան, այդ ուրախությունը քրիստոնյային մղում է, որպեսզի լուրը ուրախությունով տարածի անհավատներին։ Ուրեմն ամեն դեպքում մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի կարողանանք, այսինքն Քրիստոսի նաև սա մեր, գիտեք, արդեն մեր ընդհանուր պարտականությունն է, ավետարան, այսինքն չկա քրիստոնյա, չկա մեկը, ով ուրախանում է Քրիստոսով եւ այդ ուրախությունը ծածկում է իր մեջ։ Չի կարա, քրիստոնեական ուրախությունը չի ծածկվում, այն երևում է։ Միգուցե շատերի համար այն անհասկանալի է, տարբեր անուններ կդնեն այդ ուրախության, բայց այդ ուրախությունը իրական է։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանրապես հարության, այսինքն այս հարցի հետ պատասխանենք, ինչպես մենք պետք է վարվենք ամեն դեպքում, ուր էլ որ մեզ հրավիրեն, ինչպիսի ավանդույթի էլ հրավիրեն, գնացեք ուրախությունով, այդ Քրիստոսի հարությունից արտադրված ուրախությունը ձեր սրտում եւ մարդկանց ուղղակի ճշմարտության մասին խոսեք։ Եվ ես մի հատված եմ վերցրել, ուզում եմ այդ հատվածը ընթերցեմ, այստեղ նույնպես այդ սկզբունքը կա,
Եվ մի քիչ կարծարծենք այդ հատվածը եւ կանրադառնանք արդեն Քրիստոսի հարության լուրին եւ կտեսնենք իրականում զատիկը ինչի հետ էր կապված, որտեղ այն կապված է 5 կտակարանում Մովսեսի միջոցով վերջի հրաշքի հետ։ Երբ որ այդ հրաշքից հետո Փարավոնը ազատ է արձակում Իսրայելի ժողովրդին եւ մենք կտեսնենք ինչի հետ է կապված։ Զատիկը կապված է անդրանիկների հետ եւ անդրանիկների մահվան հետ եւ արյան հետ, անարատ գառի արյան հետ։ Կանրադառնանք սրա։ Հիմա եկեք ես ընթերցեմ այս հատվածը առաջի Կորինթացիս 5-րդ գլխի ես կընթերցեմ 7 համարից, բայց մի փոքր դες կոնտեքստն ասեմ։ Առաքյալը քրիստոնեական եկեղեցում տեսնում է շնություն եւ ոչ միայն շնություն, այդ շնություն անողը նույնիսկ պարծենում է եւ մնացած այդ շնություն անողով պարծենում են եւ առաքյալը 6 համարում է ձեր պարծանքը լավ չէ, չգիտեք որ մի փոքր խմորը բոլոր զանգվածը խմորեցնում է։ Մի փոքր դրոժը, խմորը, թթխմորը, բոլոր զանգվածը, ամբողջ խմորի զանգվածը, եթե մի փոքրիկ գցեք, ամբողջ խմորը թթխմոր կդառնա, կթթվի։ Ասում եմ, չգիտեք որ այսինքն ինչ որ մի փոքր մեկ հավատացյալի կատարած մեղքը, որը դուք մեղք չեք դիտարկում, կարա վնասի ամբողջ եկեղեցին եւ վարակի նման տարածվի եւ բոլորը այդ մեղքի մեջ ընկնեն եւ մտածեն որ դա մեղք չի։ Եվ սա Կորինթացիների եկեղեցին է, որտեղ հունական աստվածապաշտության կողմից կար ծեսը, պոռնկություն եւ շնություն, դա նրանց աստվածապաշտության տար էր, ինչպես Արտեմիդայի նվիրված պաշտամունքը։ Ամեն դեպքում ունեին հարճեր եւ ունեին քուրմեր, որոնք զբաղվում էին եւ միգուցե այդ նախապաշարմով եկել էին եկեղեցի, հիմա չէին զանազանում իրական Քրիստոսի եկեղեցու եւ արդեն իրենց նախորոք ունեցած աստվածապաշտության կերպերը։ Դա առաքյալն ասում է, ձեր պարծանքը լավ չէ, մի պարծեք դրանով։ Չգիտեք ասում է, որ մի փոքր խմորը բոլոր զանգվածը խմորեցնում եւ անմիջապես արմա դեն գցեք հին խմորը։ Հին խմորը ձեր հին աստված պաշտությունն է, ձեր հին կյանքի սկզբունքներն են։ Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, որ նոր խմոր լինեք, ինչպես որ անխմոր եք, այսինքն առանց թթխմորի լինեք, մաքուր լինեք, որովհետև մեր զատիկը մորթվեցավ մեզ համար Քրիստոսը։ Եվ անմիջապես ասում է, որովհետև մեր զատիկը իրականում մեր զատիկը եւ ինքը անդրադառնում է 5 կտակարանին զատիկ հասկացողությանը, որ արյուն քսվեց դրանիկներին, որպեսզի մահվան հրեշտակը չմտնի այդ տուն եւ այդտեղի անդրանիկը չմահանա։ Ում տան վրա այդ արյունը քսված չէր, մահվան հրեշտակը մտավ, իսկ ում դրանդիկին քսված էր, մահվան հրեշտակը այդ դրան մոտով անցավ, դա համար զատիկ նշանակում է կողքով անցնել, չմտավ այդ ու եւ այդ տան միջի անդրանիկները չմահացան, սա իսրայելացիներն էին, որոնք կատարել են այդ արարողակարգը, կատարել էին, հավատացել էին Մովսեսի ասածին եւ արել էին այդ, մորթել էին գառը եւ քսել էին տան դրանդիկներին։ Մի քիչ հետո մենք անդրադառնանք ավելի մանրամասն։ Հիմա առաքյալն ասում է դուք անարատ խմորով պիտի լինեք, թթխմոր պիտի չլինի ձեր մեջ, դուք պիտի մաքուր լինեք, որտեղ դուք Քրիստոսին եք, որտեղ Քրիստոսը ձեր զատիկը մորթվել է արդեն։ Այսինքն Քրիստոսը իր կյանքը տվել է ձեզ համար։ Քրիստոսի կատարածով մահվան հրեշտակից դուք ազատվել եք, այսինքն արդեն փրկություն ունեք։ Հիմա ձեր վարքը պիտի զատված լինի։ Այսինքն թթխմոր չպիտի լինի նրա մեջ, դա պիտի լինի Աստծո համար հաճելի խմոր։ Այսինքն եւ հետեւից ասում եմ, ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով։ Այսինքն ուստի ուրախանանք, այս տոնի ուրախությունը ոչ թե հին խմորով լինի, ոչ թե ոչ էլ չարության եւ անզգամության խմորովը, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածովը։ Ուշադիր նայեք բառը մաքրության, այսինքն անարատության եւ ճշմարտության չխմորվածով հասկացողության ճշմարտությունը հասկանալով աստվածաշնչյան ճշմարտության մեջ ճշմարտությունը Հիսուսն ասաց ես եմ ճշմարտությունը եւ ճանապարհը եւ ճշմարտության չխմորվածովը եւ ինքը հետեւից արդեն շեշտում է որ գրեցի ձեզ թղթում որ չխառնվեք պոռնիկների մյուսների հետ եւ ասում եմ ես չեմ ասում որ աշխարհիների աշխարհում էլ կան պոռնիկներ եթե աշխարհի պոռնիկները պիտի չխառնվեք ուրեմն աշխարհից պիտի դուրս գայիք բայց ես ասում եմ եթե եկեղեցու մի եղբայր կամ քույր պոռնիկ լինի նրա հետ մի խառնվեք նրա հետ մի նմանվեք նրանից հեռու մնացեք որպեսզի նա տեսնի որ իր վարքը իր կոչումի համաձայն չի այսինքն հեռու մնացեք նրա հետ մի շփվեք նրա հետ մի խառնվեք սրա մասին է իսկ դրսիներին Աստված կդատե արդեն վերջի 13 համար, բայց դուք չարը ձեր միջից վեր առեք, բայց դուք չարը ձեր միջից հանեք, մի թողեք, որ այն խմորի ամբողջ եկեղեցին։ Հիմա այս սկզբունքի մեջ առաքյալը առաջ հակասում ասում է Քրիստոսը ձեր զատիկը մորթվել է, Քրիստոս մեր զատիկը մորթվել է եւ այն կապում է ինչի հետ ուշադիր տեսակ, այն կապում է մեր կոչումի համաձայն վարքի հետ։
այն ուրախության հետ, ասма տոն կատարենք, դա ուրախության մասին է խոսքը։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով, այսինքն մեր սրտերը ցնծա Քրիստոսի կատարածով, ոչ թե հին սովորություններով, այլ արդեն փոխված։ Այդ ուրախությունը պետք է փոխի մեզ, այդ ճշմարտությունով եւ մաքրությունը չխմորվածով պիտի լինի, դրանով պիտի մեր կյանքերը նորոգվի։ Այսինքն տոնը պիտի լինի մեր սրտում եւ այդ տոնը պիտի մեր վրա ներգործություն ունենա, այն պիտի մեզ մաքրի եւ ճշմարտության մեջ առաջնորդի։ Հիմա եկեք անդրադառնանք ընդհանրապես զատիկ հասկացողությանը։ Ուրեմն եկեք կարդանք Ելից 12-րդ գլխից։ Տեսեք, ես սկզբից ձեզ ասեմ, ինչի մասին է խոսքը։ Հիշում եք, որ Աստված հանդիպեց արդեն Աբրահամին խոստացավ սերունդ, եւ հետո խոստացավ, որ այդ սերունդից ազգ դուրս կգա, եւ հետո ասեց, որ այդ ազգը 430 տարի կլինի Եգիպտոսում գերության մեջ, եւ նաեւ խոստացավ, որ այդ ազգին Եգիպտոսից դուրս կհանի։ Հիմա Եգիպտոսից դուրս հանելու համար Աստված երբ որ Մովսեսին ուղարկում է, տարբեր հրաշքների միջոցով տարբեր պատիժներ անում, եւ իմիջիալոց պատիժներն ուղղված էին Եգիպտոսի աստվածներին։ Եգիպտացիները ավելի հետևորդներ էին իրենց աստվածների։ Հիմա Աստված պետքա պատիժը ցույց տա եգիպտացի աստվածների վրա, որպեսզի եգիպտացիները տեսնեն, որ իրական միակ Աստվածը ինքը Եհովան է, այսինքն Բարձրյալ Աստվածը։ Եվ դրա համար ինքն ասում է, ես Փարավոնի սիրտը խստացրեցի կամ թույլ տվեցի, որ նրա սիրտը խստանա, որ իմ փառքը ցույց տամ, որ իմ մեծությունը եւ զորությունը ցույց տամ բոլորին։ Հիմա այս պարագայում մենք գիտենք, որ մի քանի նշաններ եղավ։ Հիշում եք, փայտը գցեց օծ դարավ, հետո նույնը արեցին մոգերը, հետո կա ջուրը ընդհանրապես Նեղոսը, այսինքն գետը իրենց եգիպտական դարավ ամբողջական արյուն, հետո նաեւ տեսնում ենք այդ գետերից գորտերը դուրս եկան, հետո այդ գորտերը տարածվեցին ամբողջ տեղերը, հետո մենք տեսնում ենք արդեն տարբեր հրաշքներ, հիվանդություններ եկավ մարդկանց վրա, բայց վերջի հրաշքը, վերջի պատիժը, որ Աստված անում, այդ վերջի պատիժը անդրանիկներն էին։ Երբ որ հիմա եկեք ընթերցենք, որ այս վերջի պատիժն է եւ այն հրաշքն է, նույնպես Մովսեսի միջոցով դրա մասին է զատիկ հասկացությունը այստեղից է վերցված։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի եւ Ահարոնի հետ Եգիպտոսի երկրում ասելով. Ելից 12-րդ գլխի առաջի համարից եմ կարդում. Այս ամիսը ձեզ համար ամիսների սկիզբ լինի, ձեզ համար Նիսան, ձեզ համար տարվա ամիսների առաջինը լինի նա։ Իսրայելի բոլոր ժողովրդի հետ խոսեցեք, ասելով. այս ամսի 10-ին ամեն մեկն իր համար մի գառ առնե, իրենց հայրերի տան համեմատ տունը մեկ գառ։ Եվ եթե մեկ տունը մեկ գառի համար քիչ լինի, թող նա իր տան մոտ եղած դրացու հետ հոգիների թվի համեմատ առնե։ Ամեն մեկն իր կերածի չափ հաշիվ առնեք գառի վրա։ Ձեր գառը անարատ արու 1 տարեկան լինի։ Անարատ նշանակում է թոփ հարց չլինի, ոտը կախ չլինի, աչքը հանած չլինի, գայլի կծած չլինի։ Ձեր գառը անարատ արու 1 տարեկան լինի։ Երիտասարդ գառնուկ լինի։ 1 տարեկան լինի, ոչխարներիցը կամ այծերիցը առնեք հետևից եւ պահեք ձեր համար մինչեւ ամսի 14-րդ օրը, կարևոր։ Եվ 14-րդ եւ Իսրայելի ժողովքի բոլոր բազմությունը մորթեն նրան իրիկվա դեմ, երեկոյան դեմ, ինչպես նաեւ մենք տեսնում ենք Քրիստոսը երեկոյան էր, որ տարեցին ընթրիքը, որը զատիկն էին տոնում։ Եվ արյունից տառնեն եւ տների երկու կողմի դրանդինների վրա սեմին քսեն, ուր որ նրանք պիտի ուտեն։ Հիմա նաեւ ուտելու կերպն է տալ, ինչպես ուտեն։ Եվ մյուսն այն գիշերն ուտեն, նրանք կրակի վրա խորոված եւ բաղարդ ուտեն լեղի խոտերով, դառը խոտերով։ Նրանից հում կամ ջրի մեջ եփած չուտեք, այլ կրակի վրա խորոված, նրա գլուխը ոտքերով եւ փորոտիկով մեկտեղ ուտեք։ Եվ նրանից մի բան չթողեք մինչև առավոտ, եւ նրանից մինչև առավոտ մնացածը կրակով այրեցեք, եւ այսպես ուտեք նրան։ Ձեր գոտիները ձեր մեջքերին եւ ձեր կոշիկները ձեր ոտքերին, պատրաստ կանգնած, կարծես ճանապարհ պիտի գնաս, եւ ձեր ցուպերը ձեր ձեռքին լինելով, եւ նրան շտապելով ուտեք, նա զատիկ է Եհովային։ Հիմա ուշադիր նայեք նրա բովանդակությունը։ Եվ այն գիշեր Եգիպտոսի երկրողը պիտի անցնեմ եւ զարկեմ Եգիպտոսի երկրում ամեն առաջնեկի մարդից մինչև անասուն։ Ոչ միայն երեխային, ոչ միայն անասունին, այսինքն ամեն առաջնեկին, եւ անասունին եւ մարդին։ Այն գիշեր Եգիպտոսի երկրով պիտի անցնեմ եւ զարկեմ Եգիպտոսի երկրում ամեն առաջնեկը մարդից մինչև անասուն եւ Եգիպտոսի բոլոր աստվածների վրա, ուշադիր տեսակ սա,
բոլոր աստվածների վրա դատաստան պիտի անեմ։ Ես Եհովաս, այսինքն Աստված ցույց է տալի, որ միակ փառքը, միակ Աստվածը ինքը Աստվածն է, ուրիշ Աստված գոյություն չունի։ Եվ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, եւ երբ որ արյունը տեսնեմ, այսինքն այն տան վրա, այն տան դրանդինքների վրա, դրան կողքերի այդ մենք ասում ենք պետլիների վրա, այդ դրանդինքների վրա, եթե այդ արյունը կսված տեսնեմ, տեսեք, եւ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, այս է ազատիկ անցք, չեմ մտնի այդ տուն եւ այդ տան մեջ եղող անդրանիկը, անասունը եւ մարդը չեմ զարկի, մահվան չեմ մտնի այդ տուն, եթե տեսնեմ արյունը կա, Քրիստոսի, դա Քրիստոսի խորհուրդ է, Քրիստոս այդ մասին ասեց, հիշում եք Քրիստոսը վերցրեց զատիկի օրը եւ ասեց, ահա այս հացը Զատիկի ժամանակ հացը, որը տոնում էին, այս տոնը ինքը հացը վերցրեց, սա իմ մարմինն է, որ ձեզ համար է, եւ գինին վերցրեց, ասեց, սա արյունն է, որ ձեզ համար է թափվում։ Այսինքն մենք այդ արյունով է, որ մահից ազատվել ենք։ Հիմա ինչ կապ ունի հարության հետ։ Հիմա սա ենք մենք նայելու։ Ամեն դեպքում եկեք ընթերցենք ամբողջացնենք մինչև 14-ը։ Եվ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, եւ երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ, եւ հարվածը ձեր վրա պիտի չգա ձեզ կորցնելու համար, երբ որ Եգիպտոսի երկիրը զարկեմ։ Ում վրա է պատիժը? Եգիպտացի աստվածների եւ նրանք, որոնք պաշտում են այդ աստվածներին եւ այդ դրանիկների վրա չունեն այդ արյունը գառան, այն փոխանոր զոհն է։ Հիմա եւ այն օրը ձեզ հիշատակի համար լինի եւ տոնեցեք նրան տոն Եհովայի համար ձեր սերունդների մեջ հավիտենական կանոնով տոնեցեք նրան։ Հիմա մենք երբ որ տոնում ենք զատիկը, այս խորհուրդով ենք տոնում, այսինքն այս զատիկը այս պիտի անցնեմ, ձեր կողքով պիտի անցնեմ, չմտնեմ տունը, այսինքն Քրիստոսի արյունը մեզ փրկելը արդեն մահից, հավիտենական մահից, եւ Քրիստոսի հարությունը այդ փրկության վկայությունն է։ Այսինքն, եթե մեկը չի հավատում Քրիստոսի հարության, իր մեղքերի մեջ է եւ մահվան հրեշտակը անպայման մտնելու է նրա տուն։ Ճիշտ հասկացեք, նրա կյանք անպայման հավիտենական տանջանք է գնալու, անպայման դժոխք է գնալու։ Սա ես չեմ ասում, սա Աստվածաշունչն է ասում։ Այսինքն, եթե իրականությունն է եւ ես հավատում եմ այդ փաստին, նշանակում է այդ փաստը, որ ազատել է ինձ այդ մահից, այդ իմ կողքով անցել է, ինչի, որտեվ Քրիստոսի արյունն է ինձ համար թափվել, Քրիստոսի արյունն է ին վրա, այս է կարևորը։ Եթե մեկի վրա չկա Քրիստոսի արյունը կամ Քրիստոսի, ճիշտ հասկացեք վրա բառը, եթե մեկի համար Քրիստոսի արյունը չի թափվել, ուրեմն իր արյունը պիտի թափվի հավիտենական տանջանքի, այսինքն ինքը պիտի վճարի։ Եթե իր համար չի վճարվել, մնում է որ ինքը վճարի։ Ամբողջ խնդիրը սա է։ Հիմա տեսեք։ Այսինքն, եթե 5 տականում ենք տեսնում ենք գառը եւ նրա արյունը կարևորված էր որպես փոխանոր զոհ, որպիսի մահվան հրեշտակը կողքով անցնի, մենք տեսնում ենք, որ այդ նույն գառը անարատ Քրիստոսն է, որտեղ Հովհաննես Մկրտիչը, երբ որ Քրիստոսին տեսավ, վկայեց, ահա Աստծո գառը։ Հիմա տեսեք, Հովհաննես Մկրտիչը վկայեց, Հիսուս Քրիստոսը խաչի վրա վկայեց, որ կատարվեց, բայց Քրիստոսի հարությունը արդեն կնիքն է Աստծո, որ այդ ամենը Աստծո կողմից ընդունվեց։ Սա ամենակարևորն է, դրա համար հարությունը արդեն ուրախության աղբյուրն է հանդիսանում։ Այո, Քրիստոսի կատարածը եւ Հոր կողմից Քրիստոսի կատարածի ընդունելությունը ամենակարևորն է։ Հիմա տեսեք, այս առումով դրա համար եւ ես արդեն վերջացնում եմ, որպեսզի մենք ավելի հասկանանք, այսինքն այս հատվածում մենք հասկանում ենք ինչի համար է արդեն Կորինթացիների մեջ առաքյալն ասում Քրիստոսը մեր զատիկը մորթվեց, գառը մեզ համար մորթվեց։ Այսինքն մենք պետքա մաքուր ենք այդ մորթված կոչումի համաձայն։ Հիմա տեսեք, արդեն առաջի Կորինթացիս 15-րդ, երբ որ առաքյալը խոսում է հարության խորհրդի մասին, վերջի հատվածը ես ընթերցեմ, տեսեք ինչ կարևորություն է տալիս։ Եվ այն կապված է մահվանից ազատվելու, մահը մեր կողքով անցնելու, տեսեք, վասնզի պետք է որ այս ապականացուն հագնի անապականություն, այսինքն մեր այս ապականացուն, այսինքն անեծքի տակ եղող մարմինը, այս մահկանացու մարմինը հագնի անմահություն, այս մահկանացուն հագնի անմահություն, եւ երբ որ այս ապականացուն անապականություն կհագնի եւ այս մահկանացուն անմահություն, այն ժամանակ կլինի այն խոսքը, որ գրված է, թե մահը ընկղմվեցավ հաղթության մեջ, մահը հաղթվեց, հետևից էլ մենք ունենք այս պարծանքը։ Ինչ պարծանք մահվան վրա Քրիստոսով,
ով մահ, ուր է քո խայթոցը։ Սա առաքյալի բառերն է, որ բարձանք է մահվան վրա։ Հիմա մարդիկ մահվանից վախենում են, որտեղ մահը նրանց վրա իշխանություն ունի։ Այ հարության տոնը մահվանից ազատագրումն է, մահվան վրա հաղթություն ունենալն է Քրիստոսի մեջ եղած ժամանակ, Քրիստոսով։ Այսինքն, ով մահ, ուր է քո խայթոցը, հարց եմ ձեզ տալի։ Կրոնավոր անձը կար այս բառերն ասի։ Ոչ, որտեղ մահը խայթոց ունի նրա վրա, որտեղ նրա համար այդ արյունը չի թափվե, որտեղ նա այդ արյունը չի ընդունե իր մեղքերի քավության համար։ Ով մահ, ուր է քո խայթոցը, գերեզման, ուր է քո հաղթությունը։ Բայց շնորհակալություն Աստծուն, որ տվավ մեզ հաղթություն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով կամ ձեռովը։ Ուրեմն, սիրելի եղբայրս, հաստատ եղեք, անշարժ կացեք ամեն ժամանակ, ավելի առաջացեք Տիրոջ գործումը, գիտացեք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տերումը։ Ինչ տեսակ այս հատվածում։ Այդ հարության խորհուրդը, այդ մահվան վրա հաղթությունը, գերեզմանի վրա պարծանքը ինչ է տալի քրիստոնյային։ Իրական տոն սրտի մեջ, ուրախություն։ Եվ հենց այս ուրախությունը, որ ասում է, ուրեմն սիրելի եղբայր, հաստատ կացեք։ Էլ մի տատանվեք, այդ ուրախությունը պիտի ձեզ պահի, հաստատ կացեք եւ Տիրոջ գործի մեջ առաջացեք, իմանալով, որ ձեր աշխատանքը իզուր չի, նույնիսկ դրա համար վարձ կա ձեզ համար երկնքում, որտեղ կա հարություն եւ կա Աստծո փառք եւ կա Աստծո արքայություն։ Տերը ձեզ օրհնի փառքի համար։ Եզա փոքրիկ անդրադառնանք հարության տոնին, թե իրականում ինչպես այդ տոնը տոնվում։ Տոնը երբեք կրոնավոր չի սիրել, տոնը սրտի մեջ է տոնվում, բայց սրտից վերածվում է նաև արդեն ֆիզիոլոգիական մեր հարաբերությունների մյուսների հետ, ավետարանի ճշմարտություններով կիսվելու, մեր ուրախությունը մյուսների հետ կիսելու։ Ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ պետք է զգույշ լինենք այս քրիստոնեական ֆորմալիզմից, ծեսերից, ավանդույթներից, արարողակարգից, բայց առավել պետք է կենտրոնանանք հարության տոնի վրա, որտեղ հարության տոնը որոշում է իմ կյանքը։ Հարությունը, նորից ես վերջի հարցը տանք, սիրելի եղբայր եւ քույր, հարությունը ներգործություն, ազդեցություն ունի, հարությունը որոշում է քո կյանքի ընթացքը, հարությունը կապ ունի քո մտածելակերպի հետ, հարությունը կապ ունի քո արժեքային համակարգի հետ, քո կյանքում կայացած որոշումների հետ, քո առօրյայի հետ, քո նպատակների հետ։ Եթե այո, Քրիստոսին կենթանի հարաբերությունը առկա է, եթե ոչ, Քրիստոսի հետ հարաբերություն չկա։ Տերը ձեզ օրհնի փառքի համար, նորից շնորհավոր Քրիստոս հարյավ իմերելոց եւ օրհնյալ է Քրիստոսի հարությունը, որտեղ նա մեր կյանքի քրիստոնեական կյանքի կենտրոնն է։ Տերը ձեզ օրհնի։ Ամեն։